Դե ինչ ողջույն հարգելի բարեկամներ, բարեկալուստ update լրատվական, ես Ռաֆայել Վնացականյանն եմ եւ առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Տեսնենք ինչ է կատարվում աշխարհում եւ ոչ միայն թե պետք է ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է ազգային ժողովի վրա, որտեղ բավական հետաքրքիր քննարկումներ են տեղի ունեցել, վարչապետը եւս խորհրդարանում էր, այսպիսով պատերազմի որևէ հիմնավորում չկա, լինելու է խաղաղություն։ Այս մասին ազգային ժողովում նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կառավարության 2024 թվականի կատարողականի մասին զեկույցը ներկայացնելիս։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, նշում է վարչապետը։ Հայաստանում եւ Ադրբեջանում գործող բոլոր ուժերին նա կոչ է արել լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ դնում են այս տրամաբանությունը, որովհետեւ ըստ վարչապետի որևէ հեռանկար չունի այս մտածելակերպը։ Փաշինյանի խոսքով Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Կրկին մեջբերելով վարչապետին, պատերազմի որևէ հիմնավորում չկա, լինելու է խաղաղություն։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Հիմնվելով այս իրողությունների վրա, Հայաստանում եւ Ադրբեջանում գործող բոլոր ուժերին եւ անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Դե էլ ինչ ելույթ, որտեղ չի հիշատակվում, այսպես ասած, թալանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը ունի առնվազն 21.8% փայաբաժին, նշում է վարչապետը, ես մեջբերում եմ իր խոսքը, եւ այս մասնաբաժնում ինքնին մի քանի 100 միլիոն դոլարի շուկայական արժեք կա։ Այս մասին վարչապետն է նշում եւ հավելում, որ 2018-2024 թվականների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդ 7 ամյա շրջանի, այսինքն 11-ից 17 թվականների համեմատությամբ։ Բա թալանի վերադարձը պոզով պոչով է լինում, հարցնում է Փաշինյանը։ Ի վերջո, ես այսօր առավոտը նստած եմ բանում ազգային ժողովի դահլիճում եւ նայում եմ, դա ինձ համար, ասենք, գիտեք ինչա, մի հատ sense բանի այն ֆանտաստիկ ֆիլմի տեսարանը։ Ընդդիմության ներկայացուցիչը ձայնա վերցնում, ձայն, վարման կարգով, ասում ես, ես ինչ անելու։ Ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, ժողովուրդ, արբա մեր գրպանները լցնեինք։ Խելագարվելու բան է։ Ձայն են վերցնում, ասում ես, այս ինչ ասելու, ես ասենց բան էլի, ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, հասեք։ Իրանց նման մեր գրպանները պիտի լցնենք, որ լավ լիներ։ Այո, բյուջե ենք լցնում, լցրել ենք, լցնելու ենք։ Որովհետև ասում եմ, Հայաստանի Հանրապետությունը ի վերջո քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվը իր բարեկեցությունն է։ Բարեկեցությունը, ասում եմ, այն չի թե շաբաթը քանի օրես մսով ճաշ ուտում։ Մեր տասնյակ հարյուրավոր գյուղեր ու թաղամասեր կան, որ ասում եմ ուզում ես շաբաթը 7 օր մսով ճաշկեր։ Դու ապրում ես աղքատության մեջ, որովհետև այդ միջավայրը աղքատ, հուսահատ, քանդված, ցեխի մեջ, աղբի մեջ կորած միջավայրը։ Ի վերջո պետք է հասկանաք սա։ Պետական բյուջեն, քաղաքացու եւ համայնքային բյուջեն քաղաքացու բարեկեցության ցուցիչն է։ Ուզում ես տանը սնդուկի մեջ մեշոկով փող ունեցի, այդ միջավայրում ես ապրում, դու աղքատ ես, որովհետև այդ սնդուկիցդ գալու են տանեն սկիվր այդ խաբարել չի լինելու, որովհետև լուս էլ չի լինելու, որ պատուհանից տենաս 2 հոգով էին, թե 3 հոգով էին։
հեռախոս էլ չի լինելու, որ զանգես, ոստիկան էլ չի լինելու, որ գա տենա ինչ ա եղել։ Հենց այս տրամաբանությամբ կրկին պիտի գնանք փաստորեն 18-19 թվականների խոսույթներին, թալան, կոպեկ առ կոպեկ, մսխում, մի խոսքով այդ բառամթերքին պետք է անդրադարձ կատարենք, որովհետև համենայն դեպս ժողովրդի մի հսկայական մաս, այն էլ խոցելի խումբը կարծում էր, որ այսպես ասած թալանի վերադարձը հենց ներդրվելու է այդ անբարենպաստ միջավայրում եւ բարելավելու է այն։ Ուստի լավ կլինի նաեւ քաղաքացիներն ու հատկապես հենց այդ խոցելի խմբին ազգային ժողովից պարզաբանվի, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ գործառույթներ են արվել 2019 թվականից մինչ օրս։ Խնդիրն այն է, որ ինչպես ասել են բազմիցս, թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, որ գնաս բարձես բեռնատարները եւ վերադարձնես։ Թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ դրածո անձանց անունով, երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս, երբեմն գոհացված է անհատից, երբեմն կառավարությունից, երբեմն համայնքից, երբեմն իրավաբանական անձից։ Երբեմն օտարված է երրորդ անձի, որը բարեխիղճ ձեռքբերող է եւ կապ չունի թալանի եւ կոռուպցիոն սխեմաների հետ, շուկայում տեսել է իրեն հետաքրքրող ապրանք եւ օրինական կերպով պարզապես գնել։ Ինչ ենք մենք արել ուրեմն։ 2019 թվականից սկսել ենք թալանի գործյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։ Այդ գործը արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք COVID-ի համավարակի, պատերազմի, յետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայինորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով 43.5%-ով։ Ուշադրություն դարձրեք։ 2018-24 թվականներին Հայաստանի տնտեսությունը աճել է, իրական աճի մասին է խոսքը, 43.5%-ով։ Ինչպես վերը նշեցի, այս ոչ գործընթացի զուգահեռ բյուջեին բերելով լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար եկամուտ, ապահովելով մեր երկրի կայունությունն ու անկախությունը, մեծացնելով մեր երկրի ինքնիշխանությունն ու ինքնիրույնությունը, ապահովելով եւ երաշխավորելով երկրի ինքնիշխանության ամենանվազագույն ատրիբուտներ, օրինակ, որ Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող քաղաքացիները անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։ Ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության սրճարանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ։ Եվս մի քանի դիտարկում, որ այսօր տեղի ունեցել է ազգային ժողովում, ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների կառավարությունը եւ անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից, նշում է Փաշինյանը եւ հավելում. ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Մեծ ծավալով բանակի բարեփոխումներ են տեղի ունենում, բայց այդ փաստը փորձում են ներկայացնել այնպես, որ Հայաստանի Հանրապետության բանակը զարգանում է, սպառազինվում է, որ հարձակվի այս կամ այն ուղղությամբ։ Վարչապետը նշում է, որ պաշտոնապես ասել է ու ասում է, որ Հայաստանի Հանրապետության բանակը, Հայաստանի ինքնիշխան, միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի լուծելու, ինչ է ասում վարչապետը ամբյոնից։ Այս ամեն ինչը, որ ասում եմ Հայաստանի ներսում էլ դրսում էլ կան մարդիկ, փորձ է արվում ապացուցել, որ Հայաստանը էսկալացնում է։ Փորձ է արվում ապացուցել, այդ ապացույցները չկան։ Եթե այդ ապացույցները լինեին, հետաքննության համատեղ մեխանիզմին շատ արագ կհամաձայնվեին։ Ինչի չեն համաձայնվում, որովհետև շատ արագ կպարզվի հակառակը։ Եթե այդպես չի, եկեք համատեղ հետաքննենք։ Սխալվում ենք մենք, եկեք գնանք համատեղ հետաքննենք։ Եվ էլ եմ ասում, բոլոր այդ փորձերը ցույց տալու, որ Հայաստանը էսկալացիայի նպատակադրում ունի եւ այլն, այդ փորձերը
հեռանկար չունեն, որովհետև չկա տենց բան եւ չի լինելու այդպիսի բան։ Չի լինելու։ Ինչքան էլ ընդդիմության շարքերում եւ բաներում կան մարդիկ, ովքեր գիտակցաբար թե անգիտակցաբար այդ օրակարգը սպասարկում են, որ այրան ցույց տան, ասեն, այ տեսեք ինքը ինչ է ասում, այ տեսեք ինքը ինչ է ասում, տեսեք Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդիկ, տեսեք հավաքվել են, ինչ են ասում, տեսեք ինչ քաղաքական բաներ են արձանագրում եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը բան է, չէ՞։ Հիմա 21-րդ դարն է, ցանկացած բան on-line ամբողջ աշխարհում ներառյալ բան է արվում, մոնիտորինգի է ենթարկվում։ Այնպես որ պետք է պատասխանատու լինի, մենք մեր խոսքի, պահվածքի նկատմամբ, այո, պիտի պատասխանատու լինենք եւ պետք է մենք մեր սխալներից սովորենք։ Թե ոնց կարող են մեր քայլերը, խոսքերը ընդ որում բոլորինս օգտագործվել մեր դեմ։ Իդեպ խոսվեց նաև ԵՀԿ Մինսկի խումբը կառույցը ամենայն դեպս լուծարել չլուծարելու մասին, վարչապետը վերահաստատում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ պատրաստ է ստորագրել ԵՀԿ Մինսկի խումբի կառույցները լուծարելու մասին Ադրբեջանի հետ համատեղ դիմումը։ Տեսեք, ԵՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Այսինքն մեկ դեմը արդեն իսկ հիմքավորոշում չկայացնելու համար։ Սա նշանակում է, որ բոլորը, այդ թվում Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է համաձայնվեն նման քայլի, չնայած այդպիսի հարց կա, արդյոք բոլոր անդամ երկրները կհամաձայնվեն այդ քայլի։ Բայց ամեն դեպքում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ ձևակերպել է եւ կարծում եմ, որ իրոք հստակ է այդ դիրքորոշումը, տարընթացման տեղ չի տալիս։ Ես ելի վերահաստատում եմ Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ զուգահեռ պատրաստ եմ ստորագրել ԵԱԿ Մինսկի խումբը, ԵԱԿ Մինսկի կառույցները լուծարելու մասին Ադրբեջանի հետ համատեղ դիմումը։ Շատ պարզ բան է։ Սրանից հետո չի բացառվում, որ ուրիշ երկրներ, ես չեմ կարող երաշխավորել, բայց տրամաբանությունն է նա, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն, մյուսներն էլ տրամաբանորեն պիտի համաձայնվեն, չնայած մեկ այլի չի բացառում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի այդ որոշման նկատմամբ։ Եվ քանզի խոսեցինք անվտանգությունից, ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրեուս Կուբելիուսի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության եւ ռազմաարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները։ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական եւ ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ կառուցվող աշխատանքները, քայլերը, իր հերթին Անդրեուս Կուբելիուսը մանրամասն ներկայացրել է պաշտպանության եւ ռազմաարդյունաբերության ոլորտում Եվրոպական միության առաջնահերթությունները եւ դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունները։ Պաշտոնական լրահոսից կրկին Պաշտոնական այցով Հայաստանում է լինելու Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւ նշում, որ Սլովենիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հնարավորություններ փնտրելու երկկողմ համագործակցությունը այլ ավելի խորացնելու համար։ Սլովենիայի արտաքին գործերի նախարարի այցը իդեպ տարածաշրջանային է, ապրիլի 17-ին Տանյա Ֆայոնը այցելու է նաեւ Ադրբեջան, նշվում է, որ Բաքվում քննարկումներ են լինելու կենտրոնական էներգետիկ ոլորտում համագործակցության ուղղությամբ։ Սլովենական լրատվական գործակալությունը նաև հիշեցնում է, որ Տանյա Ֆայոնի այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Եվրոմիության անդամակցության թեկնածու երկրներին ուղերձ են հղել եվրոպական ատյաններից, որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին։ Այս մասին համենայն դեպս Լյուքսեմբուրգում Եվրոմիության արտաքին գործերի նախարարների հանդիպան մեկնարկից առաջ հայտարարություն է տարածել Լատվիայի արտգործ նախարար Բայբա Բրաժեն։ Այս մասին նաև տեղեկություն է տարածում հեղինակավոր գերմանական Deutsche Welle պարբերականը, ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի թղթակիցը մամուլի ասուլիսի ժամանակ, նա հաստատել է նաև Եվրոմիության արտաքին գործերի եւ անվտանգության
քաղաքակրթության գերագույն ներկայացուցչի խոսքը, Կայա Կալասի մասին է խոսքը, ինչի ասում բարձրաստիճան պաշտոնյան, մեջբերեմ, մենք թեկնածու երկրներին հասկացրել ենք, որ նրանք չպետք է ներկա գտնվեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին, ասել է Կալասը։ Իդեպ մենք պաշտոնապես թեկնածության կարգավիճակ չունենք, Հայաստանը չունի, բայց ես հիշեցնեմ, որ վարչապետ Փաշինյանը հաստատել է, որ ներկա է գտնվելու Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին նվիրված երկրորդ աշխարհամարտի եւ հայրենական պատերազմի ավարտին։ Ընթանանք առաջ քաղաքացիների թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի Հայաստան ներթափանցնելու դեմ, ՊԵԿ-ը իրազեկման տեսանյութ է հրապարակում եւ հայտնում հերթական բացահայտման մասին։ Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ։ Օրերս ագարակ մաքսային անցման կետում պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան եւ կցորդը։ Արդյունքում կցորդի հատվածում նկատվել են կասկածելի զանգվածներ։ Այս տեղեկությունը փոխանցվել է մաքսանենգության դեմ պայքարի վարչություն ու համատեղ շարունակվել է բեռնատար մեքենայի եւ կցորդի մաքսային զննությունը, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ եւ ծառայողական շներ։ Կցորդի հատակի հատվածում հայտնաբերվել է գաղտնարան, ուր տեղադրված է եղել ավելի քան 85 կիլոգրամ կշռող 112 փաթեթ, լցված հաշիշ տեսակի թմրամիջոցի զանգվածով։ Դրանք փաթեթված են եղել թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով եւ փայլաթիթեղով։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ՎՀ-ն, ով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Դեպքի արդիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում Իրանի քաղաքացին ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Ներկայումս պետական եկամուտների կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության եւ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվել են լայնածավալ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Թմրամիջոցները Հայաստանի Հանրապետության տարածքում ստացող դրա հետագա իրացումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Իդեպ այս լուրջ վերնագրերից հետո եւ միջազգային լրահոսին ընդառաջ առաջարկում եմ մի զավեշտալի տեսանյութ դիտել, որ տեղի ունեցել Միացյալ Նահանգներում, այն էլ փոխնախագահ Ջեյդի Վենսի մասնակցությամբ, այսպիսով Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը պատահաբար վայր է գցում Օհայոյի նահանգի համալսարանի ֆուտբոլային թիմի չեմպիոնական գավաթը սպիտակ տան տոնակատարության ժամանակ եւ կոտրում է այն։ Իդեպ միջադեպը տեղի ունեցել ապրիլի 14-ին, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հյուրընկալել էր Բաքիների քոլեջի ֆուտբոլի փլեյօֆի ազգային առաջնությունում հաղթանակած թիմին։ Միջոցառման ժամանակ Վենսը փորձել է բարձրացնել ֆուտբոլի գավաթը, որը անզգուշությամբ էլ ընկել է։ Ինչ հերթը միջազգային լրահոսին է, տեսնենք ինչ է կատարվում աշխարհում, միջազգային լրահոսը կներկայացնենք տեսաշարով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային անվտանգությունը եւ ՆԱՏՕ-ի ուժեղացումը։ Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության Ռուբիոն Ֆիդանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը սպառնացող վտանգները։ Կողմերը նաեւ կարեւորել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը եւ ՆԱՏՕ-ի ուժեղացումը։ ԱՄՆ-ն առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը։ Ուիթքոֆն ասել է, որ Սանկտ Պետերբուրգի բանակցություններից հասկացել է, որ Պուտինը մշտական խաղաղություն է ցանկանում։ Թրամփի հատուկ բանագնացը հակամարտությունների կարգավորման առանցքային խնդիրը համարել է այսպես կոչված 5 տարածքներ
զորամասերը, սակայն հավելել է, որ հակամարտությունների կարգավորումը չի սահմանափակվում այսքանով։ Կան նաև անվտանգության արձանագրություններ, կա ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը։ Դրա հետ կապված շատ մանրամասներ կան։ Սա բարդ իրավիճակ է, որի հիմքում իսկապես խնդրահարույց իրադարձություններ են, նշել է նա։ Վլադիմիր Պուտինը ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանում հանդիպել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացի հետ։ Զրույցը տեղի է ունեցել փակ դռների ետևում, իսկ քննարկման գլխավոր թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ 34 օր առաջ Ուկրաինան դրական է արձագանքել ամբողջական եւ անվերապահ հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին եւ արդեն 34 օր է Ռուսաստանը բացահայտ հրաժարվում է կրակի դադարեցումից։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնության նախագահը շարունակում է կենտրոնացած մնալ պատերազմը շարունակելու վրա եւ ռուսական պետական քարոզչամեքենան իր լսարանին նախապատրաստում է այն մտքին, որ դիվանագիտությունը ոչ մի արդյունք չի բերի։ Այս ամենի պատճառը մեկն է՝ Մոսկվայում չեն վախենում։ Եթե Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն անել այն, ինչին սովոր են, կշարունակեն պատերազմել։ Մենք բոլորս ուզում ենք, որ սա ավարտվի։ Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը ոչ մի վայրկյան եւ բոլորի համար կարեւոր է, որ սա ավելի երկար տարիներ չտևի, նշել է Ուկրաինայի նախագահը։ Ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ բարձրացման ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառում Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների խզումը։ Այս մասին նա ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում։ Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համաձայնության կարելի է հասնել, բայց ընդգծել է, որ Չինաստանի հետ համաձայնագիր կնքելը ավելի դժվար կլինի, քան մյուս երկրների հետ, քանի որ Չինաստանը ինչպես մեր խոշորագույն տնտեսական մրցակիցն է, այնպես էլ մեր խոշորագույն ռազմական հակառակորդը։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել էր, որ ոչ ոք անպատիժ չի մնա, հատկապես Չինաստանը, որն անկասկած մեզ ամենից վատն է վերաբերվում։ Հիշեցնենք, ապրիլի 12-ից Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հասցնելով դրանք 125%-ի։ Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել էր մինչև 145%։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև անուղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Մասկատում։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Ավելի վաղ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եւ Իրանը իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Հռոմում։ Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև Մասկատի միջնորդությամբ տեղի են ունեցել անուղակի բանակցություններ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը համերաշխություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին կապված Գազայի հատվածում մարդկանց զոհվելու եւ ավերածությունների հետ։ Մենք դատապարտել ենք Գազայի հատվածի համար օգնության ամբողջական շրջափակումը։ Իսրայելը պետք է ամբողջությամբ վերսկսի մարդասիրական օգնության առաքումը, հայտարարել է Կալասը ապրիլի 14-ին Լյուքսեմբուրգում կայացած մամուլի ասուլիսում Եվրամիության եւ Պաղեստինի ազգային վարչակազմի միջև պատմության մեջ առաջին բարձր մակարդակի երկխոսությունից հետո։ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով Եվրամիությունը շատ անհանգստացած է Հորդանան գետի արևմտյան ափին իրադրության վատթարացմամբ, տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանմամբ, ինչպես նաև նրանց համար առողջապահության եւ կրթության սահմանափակ հասանելիությամբ։ Կալասը հավելել է, որ Եվրամիությունը կտրականապես դեմ է հանդես գալիս բնակավայրերի ստեղծման Իսրայելի քաղաքականությանը, այդ թվում Արևելյան Երուսաղեմում եւ դրա շուրջ։ Նա կրկնել է Եվրամիության դիրքորոշումը, որ հակամարտության կարգավորման համար ռազմական ճանապարհ գոյություն չունի։ Վրաստանի նախագահն իր առաջին պաշտոնական այցով ապրիլի 15-ից 16-ը կմեկնի Ադրբեջան։ Այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումներ կունենա նաև վարչապետ Ալի Ասադովի եւ Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Վրացական պատվիրակության կազմում են լինելու նաև Վրաստանի փոխարտգործնախարարը եւ խորհրդարանի անդամներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սառեցրել է Հարվարդի համալսարանի մի քանի տարվա դրամաշնորհները 2.2 միլիարդ դոլարի չափով, ինչպես նաև մի քանի տարվա պայմանագիրը 60 միլիոն դոլարի չափով։ Այն բանից հետո, երբ համալսարանը մերժել է Սպիտակ տան ներկայացրած մի շարք պահանջներ։ Ապրիլի 14-ին Հարվարդի համալսարանը հայտարարել էր, որ մերժում է ԱՄՆ վարչակազմի պահանջները փոփոխություններ կատարել իր քաղաքականության մեջ։ Անցյալ շաբաթ համալսարանը նամակ էր ստացել Սպիտակ տան վարչակազմի
կազմից, որտեղ լրացուցիչ պահանջներ էին ներկայացված, այդ թվում փոփոխություններ իր կառավարման ձևում, աշխատանքի ընդունման գործելակերպում, ընդունելության ընթացակարգում, հավասարության, բազմազանության եւ մի շարք այլ ծրագրերում։ Թրամփի վարչակազմը ԱՄՆ-ի բազմաթիվ համալսարանների սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ, եթե նրանք չփոխեն իրենց քաղաքականությունը։ Հարվարդի համալսարանի այս քայլը փաստորեն առաջին դեպքն է, երբ նման հեղինակավոր հաստատությունը մերժում է Սպիտակ տան պահանջները։ Եղանակային կանխատեսումներին ընդառաջ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը այցելել է Սևանալիչ, նախարարությունն է մանրամասնում նպատակները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-ին այցելել են Սևանալիչ։ Ներքին նախարար Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային գումարտակի ջրային վաշտը ձեր այցիկապակցությամբ շարված է։ Ծառայության պետ գնդապետ Խուդինյան։ Ջրային վաշտի վարկերի ծառայողներ ողջունում են ձեզ։ Ջրային պարեկային ծառայության եւ փրկարարծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները ներկայացրել են տեխնիկական հագեցվածությունը, ցուցադրել են ժամանակակից տեխնիկական սարքերն ու միջոցները, այդ թվում առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաները։ Ներկաները հետևել են Սևանալիչում ծառայողների ցուցադրական հնարքներին, արտակարգ իրավիճակներում արձագանքման արագությանն ու մասնագիտական հմտություններին։ Համագործակցության շրջանակում Լիտվայի ներքին գործերի նախարարության կողմից ջրային պարեկային ծառայությանը տրամադրվել մոտորանավակ, որով ծառայողները կիրականացնեն Սևանալիչում եւ ափամերձ տարածքներում հասարակական անվտանգության ապահովման եւ հանցագործությունների բացահայտման աշխատանքներ։ Եվ վերջում, ավանդաբար, եղանակի մասին, լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան-արատեղումներ։ Առանձին լեռնային մարզերում ձյան-ծածկը կարող է հասնել 30-ից 40 սանտիմետրի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում, որտեղ առկա են պտղատու ծառերի ծաղկում, բարեբախտաբար ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-ից 19 տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-ից 12 աստիճանով։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։